Ողջույն։ Շնորհակալ եմ այն ակտիվության համար, որ սոցցանցերում ցուցաբերում եք կարճ ասած հաղորդումը տարածելու, հավանելու, մեկնաբանություններ թողնելու ուղղությամբ եւ խնդրում եմ նույն ակտիվությամբ շարունակել առավել լայն լսարանի ներառելու համար։ Այսօր անդրադառնալու եմ շատ վտանգավոր մի գործընթացի։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ երեխան, որը հազիվ քայլում է, հոր արտղի մեջ գտնում է նռնակ։ 4 րոպե զբաղվում է այդ նռնակով, այդ 4 րոպեն հեռուստադիտողին մի ժամ է թվում։ Տեսարանը ավելի շատ զայրացնող է, մի երկու անգամ քիչ է մնում օղակը քաշի։ Այդ երեխան այսօրվա Հայաստանի կառավարությունն է, այդ ռումբը հայ-թուրքական հարաբերություններն են, ու մենք հանդիսատեսը նայում ենք, որ ոչինչ չհասկացող այդ երեխաները հանկարծ չքաշեն կալցոն։ Ձեզանից քանիսն են մաշկի վրա զգում հայ-թուրքական սահմանի փակ լինելը։ Ձեզանից քանիսն է Հայաստանի պայծառ ապագան կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ։ Այո, շատ կարևոր է ցանկացած սահմանի բացում, բայց արդյոք այդ սահմանի բացումը դուք կողմ եք ամեն գնով։ Ժողովուրդը դրան պատրաստ չէ ու չի լինելու, իսկ իշխանությունը ցանկացած գին պատրաստ է Հայաստանից վճարել, ոտատակ տալով արժեքներ, սկզբունքներ, պատմություն, հիշողություն, ապագա ու ամենայն հավանականությամբ դիմացը ոչինչ չստանալով։ Ապրիլի 11-12-ին Թուրքիայի Անտալիա քաղաքում տեղի էր ունենում դիվանագիտական ֆորում, որին մասնակցում էր պատվիրակություն նաև Հայաստանից Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Նախ հայտարարվեց, որ հանդիպել են բանագնացները Ռուբինյանն ու Սերդար Քլչը։ Ռուբինյանը գրում է. դրական հանդիպում է եղել։ Քլչը ասում է, որևէ նոր բան, դրական բան չեմ կարող ասել, առաջընթաց չկա։ Բայց լավ հանդիպումը ո՞րն է։ Թուրքական կողմն ասում է, ոչ բանակցություն կա, ոչ կարգավորման գործընթաց, ուղղակի Ռուբինյանի հետ քիմիա ունենք, իրար հասկանում ենք։ Ավելի քան 3 տարի առաջ 22 թվականին հայ ու թուրք բանագնացները առաջին անգամ հանդիպեցին ու բացի քիմիան արձանագրելուց պայմանավորվեցին ամենասեղմ ժամկետներում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ 3 տարի այդ ամենասեղմ ժամկետը չի ավարտվել։ Դեռ 2022 թվականին թուրքական հուրիեթը գրել էր, որ մենակ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլչը մի 500 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Հիմա պատկերացնում եք բանագնացները, նախարարները, փոխնախարարները, վարչապետ, նախագահը քանի հազար անգամ են շփում ունեցել։ Զրո արդյունք։ Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կարճ հաղորդագրություն է։ Քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը։ Դա ինչ է նշանակում։ Արարատ Միրզոյանն ասում է. ունենք համաձայնություններ, որ կատարվել են։ Դիտարկել ենք Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի եւ գնահատման առումով, որոշում ունենք անի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում։ Ուսումնասիրել ենք, քննարկել ենք, որոշել ենք, որ դնես մի կողմ, արդյունք չկա։ Այո, դուք ինչ ասես, որ չեք արել։ 2.5 միլիոն դոլար ծախսելով նորոգել եք Մարգարայի անցակետը, 2023-ից պատրաստ է։ Ու ընդամենը դա դարձել է Նիկոլի Եվրամիության դեսպանի համար էքսկուրսիայի վայր։ Մի անգամ սահմանը բացել են օգնություն եք տարել երկրաշարժից իրենց տուժածներին, մի անգամ բացել են օգնություն եք տարել Սիրիա։ Միրզոյանը ըստ երևույթին Թուրքիայի պահանջով հայտարարել է, թե եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջև լինի վստահություն, կքննարկեն ռուս սահմանապահների հայ-թուրքական սահմանից հեռացնելու հարցը։ Ըստ երևույթին ելի թուրքական կողմի պահանջով Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը։ Հայաստանը Թուրքիային արտահանձնել է 2 անձի։ Փաշինյանը ցնցվել է Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Նիկոլը մասնակցել է Թուրքիայի նախագահի երթմնակալությանը։ Բելգիայում Հայաստանի դեսպանը մասնակցել է Թուրքիայի ազգային տոնի նվիրված միջոցառմանը, որի ժամանակ Ադրբեջանի դեսպանը սպառնալիքներ էր հնչեցրել, անցավ գնաց։ Նյու Յորքում Փաշինյանը գնացել է թուրքական տուն ու նկարվել Էրդողանի գիրքը կրծքին սեղմած եւ այլն, ինչ ասես արել եք, իրենք ինչ են արել։ Թելադրել են նախապայմաններ։ Դրանք էլ եք արել ու անգամ դրանից հետո հարաբերություն չեն հաստատել։
թուրքական նախապայմաններից էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում։ Նախապայմանը կատարվել է։ Կատարվել է։ Թուրքական նախապայմաններ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում։ Կատարվել է։ Կատարվել է։ Փաշինյանը մեր հաշվին թուրք լրագրողների էր հրավիրել, ասում էր Արևմտյան Հայաստանը Արմավիրի եւ Շիրակի մարզերն են։ Պահանջել են Արարատ լեռան մասին մոռանանք։ Նիկոլը արդեն 2 տարի արագած արշավն է անում։ Պահանջում են Սփյուռքի դերի նվազեցում, այդ արդյունքը եւս կա։ Պահանջում են Արցախի ինքնորոշումից հրաժարում, այդ նախապայմանն է կատարվել։ Սաղ կատարվել է։ Հիմա ավելացել է Զանգեզուրի միջանցքը։ Ուշադրություն դարձրեք։ Թուրքիան քանի անգամ սկսել է, բայց ոչ մի անգամ չի շարունակել բանակցությունները։ Նախապայմանները դրել, չեն ընդունել, դադարեցրել է բանակցությունները։ Նրան չի հետաքրքրել հարաբերությունների կարգավորումը, նրան հետաքրքրել է իր նախապայմանների կատարումը։ 2009-ի ֆուտբոլային դիվանագիտությունը նույն դրա մասին չէր, բայց հիմա էլ սաղ նախապայմանները կատարվել են։ Հիմա ինչի չի կառուցում այդ հարաբերությունները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասում է, Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է երբեք, քանի որ Ադրբեջանի հետ չի ստորագրվելու։ Ասում էին պատճառը Արցախի չլուծված լինելն է հարցի։ Դե բա հիմա ինչն է։ Ադրբեջանի պարագայում նույնն է։ Բազմաթիվ նախապայմաններ կան խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում։ Արցախի հանձնումից սկսած կատարել եք, էլ հետաքրքիր չեք իրենց համար։ Այդ երկու պետությունների պահանջները կատարելուց հետո դարձել եք անհետաքրքիր իրենց համար։ Էլ ձեզ հետ որևէ բան ստորագրելու իմաստը չեն տեսնում։ Թուրքիան իմիջիայլոց է այս հարաբերությունների կարգավորման անդրադառնում։ Դուք սարքել եք կյանքի ու մահվան հարց։ Ամեն օր խոսում եք, ոչ մի արդյունք չկա։ Այնքան անհետաքրքիր եք, որ Հայաստանի վարչապետ աշխատողը, որպեսզի մի քիչ հետաքրքրություն առաջացնի, մեր հարկատուների հաշվին թուրք լրագրողների է բերում մեր երկիր։ Հետ են գնում, Հայաստանը ներկայացնում որպես թուրքական։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ աշխատողը գնում է Բահրեյն, ասում է Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Լուրջ ես ասում։ Հույսները թուրքերն են։ Թուրքիան իսկի ինքը Եվրամիության հետ խնդիր ունի, 100 տարի դիմել է ու չեն արձագանքում։ Հայ-թուրքական գործընթացը համ թաքուն է, համ պատվաբեր չէ։ Չենք հասկանում, ինչ են քննարկում։ Ասում են հանդիպեցինք, կարևոր բան ենք քննարկել։ Լավ են տրամադրված, կիրթ են, կառուցողական են։ Իսկ թե կիրթ ու կառուցողականները ինչ են մեր գլխին բերում, հիշում ենք։ Ռուբինյանը հանդիպում է Քլչին, ասում է համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցները։ Հələ բացատրեք, տեսնենք էլի, վստահության ամրապնդումը ինչ է նշանակում։ Բա ձեր քիմիան ինչ եղավ։ Գուցե ասել են, որպեսի ամրապնդվի վստահություն, եկեք ուրացեք ցեղասպանությունը։ Ամրապնդել եք։ Նիկոլն ասում էր, դեռ պետք է պարզենք ինչ է տեղի ունեցել։ Ժորժան, վերին աստիճանի անպատիվ գործընթաց է դիվանագիտական մուրացկանություն։ Էրդողանն ասում է, որ մտել են Ղարաբաղ։ Իրենք են ղեկավարել պատերազմը։ Նիկոլն ասում է, մոռանանք դա ու անցնենք հարաբերությունների կառուցմանը։ Հետաքրքիր է, որ երբ Լուկաշենկոն է ասում, որ աջակցել է Ադրբեջանին, նրա հետ հարաբերությունները սառեցնում են։ Շատ անտրամաբանական տրամաբանություն է։ Կարճ ասած, հայ-թուրքական հարաբերությունները դժվար է կարգավորվեն, բայց գործընթացը շատ վտանգավոր է ու շատ նվաստացուցիչ։ Այն, որ նույն օրը երկու միջոցառում կար Ռուսաստանի Դաշնությունում ու Թուրքիայում, ու Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախընտրեց Թուրքիան, եւս մեկ ապացույց է, որ սրանք Հայաստանում ռուսական ազդեցությունը փոխում են թուրքականով։ Ինքնիշխանության մասին մոռացեք։ Թե ինչ կարելի է սպասել թուրքական ազդեցության մեծացումից, վերլուծություններ անելու փոխարեն կարելի է հիշել մեր պատմությունը նախկինում եւ Սիրիայի պատմությունը հիմա։ Հայաստանի իշխանությունը թրքամետ է։ Սրանք Թուրքիային էլ, Ադրբեջանին էլ իրենց ինքնամոռաց տրվելը բացատրում են լավ ապրելու հեռանկարով։ Ինչքան լավ ապրեցիք Արցախը հանձնելուց,
այնքան էլ լավ կապրեք Թուրքիայի հետ բարեկամությունից։ ԿՊԱ-կան падգամավորը ասում է. եթե սատանայի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, պետք է քննարկենք այդ համագործակցության հնարավորությունը։ Այո, սատանայի հետ գուցե կարող է, բայց թուրքերի հետ ոչ։